Բարև ձեզ մեդիան հանուն կրթության հասարակական կազմակերպությունը ներկայացնում է անցնող շաբաթ միջազգային մամուլում աչքի ընկած կրթության վերաբերյալ առավել ուշագրավ լուրերը, որոնց ծանոթ լինելը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանում հանրակրթության որակի բարելավմանն ուղղված քայլեր նախաձեռնելուն։ Ֆինլանդիան արեց մի քայլ, որը կրթության ոլորտի համաշխարհային առաջնորդներին պետք է որ ստիպի կանգ առնել եւ մտածել, այսպես է բնորոշել Մելբորնի եւ Հարվարդի համալսարանների պրոֆեսոր, ֆիննական դասեր աշխատության հեղինակ Պասի Սալբերգը փետրվարին իրավական ուժ ստացած եւ երկրի կրթության նախարարության կայքում հրապարակված հիմնական կրթություն 2045 Ֆինլանդիայի դպրոցների տեսլականը կյանքի համար ռազմավարական փաստաթուղթը։ Փաստաթղթի նախաբանում նշված է. Ֆիննական դպրոցը երկրի ապագայի ամենակարևոր հաստատությունն է։ Նպատակը ոչ միայն փոքրերին պատրաստել կյանքի առաջիկա փոփոխություններին, այլև տալ աշխարհը փոխելու եւ հասարակություն ձևավորելու կարողություն։ Աշխարհն անցնում է խոր վերափոխումների միջով, մարտահրավերներն ու ճգնաժամերը չեն կարող լուծվել միայն տեխնոլոգիական նորարարությամբ, այլ պահանջում են կազմակերպված մարդկային զարգացում։ Մենք պետք է գտնենք ուղիներ թեթևացնելու սոցիալական բևեռացումը, ամրապնդելու ժողովրդավարությունը, խելամտորեն օգտագործելու արագ զարգացող տեխնոլոգիաները եւ ապրելու մոլորակի վրա։ Մեր պատկերացումների մեջ հանրակրթությունն արձագանքում է մարտահրավերին, հասկանալով, որ ուսուցումն է այն հնարավորությունը, որի միջոցով մարդը զարգանում է։ Դպրոցը գոյություն ունի կյանքի համար, որ ապահովի իմաստալից կյանք, միասին ապրելու կյանք եւ կյանք մոլորակի վրա, նշված է փաստաթղթում։ Ֆինլանդիայի ռազմավարական փաստաթղթով շեշտվում է նաև կրթության ոլորտի պատասխանատուների համար կարևոր սկզբունքներ՝ իմաստ, հույս, գործունեություն եւ ընդհանուր բարօրություն։ Ամենախոր վերափոխումը, որը նախատեսվում է հանրակրթության ապագայի համար, նպատակ ունի շարունակել ուսուցման ուղին, անհատական գիտելիքներից եւ հմտություններից հասնելով համատեղ գործունակության եւ միասին իմաստալից կյանք ստեղծելու հնարավորության, նշված է հանրակրթության վերաբերյալ ռազմավարական փաստաթղթում։ Ֆինլանդիան այս ծավալուն փաստաթղթով համաշխարհային խաթարումներին չի արձագանքում, խստացնելով մշտադիտարկումը կամ սահմանելով ավելի նեղ թիրախներ։ Այն արձագանքում է մարդու զարգացման, սերունդների նկատմամբ ձևավորված երկարաժամկետ պատկերացումները։ Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվական հարթակները ուսուցիչներին տեղեկացնում են, որ հրապարակվել է 4 նոր ուղեցույց դասարանում թվային տեխնոլոգիաների կիրառման գործընթացում վստահ կողմնորոշվելու համար։ Ուղեցույցներում ներառված են հուշումներ կրթության մեջ արհեստական բանականության եւ տվյալների էթիկական օգտագործման, թվային գրագիտության զարգացման, ապատեղեկատվության դեմ պայքարի եւ ինֆորմատիկայի որակյալ դասավանդման վերաբերյալ։ Ուղեցույցները մշակվել են թվային կրթության գործողությունների ծրագրի 2021-2027 թվականների ծրագրի շրջանակում եւ ներառում են գործնական առաջարկներ, դասարանային օրինակներ եւ հստակ որակի չափանիշներ։ Դրանք ըստ Եվրոպական հանձնաժողովի օգնում են ուսուցիչներին տեղեկացված որոշումներ կայացնել թվային կրթության բովանդակության ընտրության եւ կիրառման հարցում։ Եվրոպական հանձնաժողովի տվյալներով թվային կրթության ապագա կարիքների վերաբերյալ անցկացված Եվրոբարոմետր արագ հարցման արդյունքներով քաղաքացիների 81%-ը կարծում է ուսուցիչները պետք է ունենան արհեստական բանականությունը հասկանալու եւ կիրառելու հմտություններ, իսկ գրեթե 90%-ը ընդգծում է, որ բոլոր ուսուցիչները պետք է կարողանան օգնել աշակերտներին ճանաչել առցանց ապատեղեկատվությունը։ Ուղեցույցները ներկայացնելու նպատակով Եվրոպական թվային կրթության հաբը մարտի 23-ին կանցկացնի առցանց վեբինար, որին կարող են մասնակցել ինչպես հաբի անդամները, այնպես էլ հետաքրքրված այլ մասնակիցներ նախապես գրանցվելով։ Հղումը տեղադրված է media4edu.am կրթական վերլուծական կայքում։ Բրիտանական Nationwide Building Society կազմակերպությունը սկսում է նոր նախաձեռնություն նախատեսված կրտսեր դպրոցի ուսուցիչների համար։ Ուսուցիչների համար պետք է անցկացվի հավատարմագրում, նպատակն է բարձրացնել վստահությունը ֆինանսական կրթություն դասավանդելիս եւ ապահովել երեխաների վաղ տարիքից ֆինանսական հմտությունների տիրապետումը։
Նախաձեռնությունը մշակվել է միջազգային վճարային տեխնոլոգիական ընկերության Visa-ի հետ համագործակցությամբ։ Վերապատրաստումը հասանելի կլինի 2026 թվականի ապրիլից, իսկ միջին և ավագ դպրոցի ուսուցիչների համար ծրագիրը նախատեսվում է գործարկել մինչև 2026 թվականի ավարտը։ Նոր ծրագիրը զարգացնում է արդեն գործող փողի դասեր նախաձեռնությունը և նպատակ ունի ուսուցիչներին տրամադրել պատրաստի ուսումնական նյութեր և դասապլաններ։ Նրանք ստիպված չեն լինի ֆինանսական կրթության համար բովանդակություն ստեղծել։ Դասերը ներառում են գործնական թեմաներ, փողի կառավարում, պաշտպանություն, ֆինանսական խարդախություններից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարածվող մոլորեցնող ֆինանսական բովանդակության ճանաչում։ Ուսուցիչները պետք է անցնեն 2 ժամ տևողությամբ առցանց դասընթաց և կատարեն կարճ կարողությունների գնահատման թեստ։ Հետազոտությունները փաստում են, որ դպրոցները կարիք են տեսնում ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆինանսական կրթությանը, սակայն բախվում են մի շարք խնդիրների՝ ժամանակի սահմանափակում, ուսուցիչների վստահության պակաս և համապատասխան նյութերի բացակայություն։ Այդ մասին զգուշացնում է նաև Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարողությունների զարգացման ոլորտում գործող փողի և կենսաթոշակային ծառայությունը, ըստ որի ֆինանսական ցածր գրագիտությունը երիտասարդներին ավելի խոցելի է դարձնում խարդախությունների, պարտքերի և վտանգավոր ֆինանսական ծառայությունների նկատմամբ։ Ֆինանսական շուկայի կարգավորող մարմինը վերջին տարիներին մտահոգություն էր հայտնել, որ երիտասարդները սոցիալական ցանցերում ավելի հաճախ են բախվում մոլորեցնող ֆինանսական գովազդների։ Նման բովանդակության մեծ մասը տարածում են այսպես կոչված փողի ազդեցության գործակալները, որոնք հաճախ առաջնահերթություն են տալիս դիտումների և ներգրավվածության աճին, ոչ թե տեղեկատվության ճշգրտությանը։ Վերջերս կառավարության պատերով անցկացված հարցումը, որին մասնակցել են 5-ից 15 տարեկան երեխաներ ունեցող 2000 ծնողներ, ցույց է տվել, որ ծնողների զգալի մասը մտահոգված է երեխաների ֆինանսական կրթությամբ։ Հարցվածների մոտ 89%-ը կարծում է, որ դպրոցում անձնական ֆինանսների ուսուցումը երբևէ այսքան կարևոր չի եղել, իսկ շուրջ 81%-ը մտահոգված է սոցիալական ցանցերում տարածվող ֆինանսական բովանդակության որակով։ Հարցման համաձայն յուրաքանչյուր 4 ծնողից մեկը նշել է, որ իրենց երեխաները գումարի մասին գիտելիքներ ստանում են սոցիալական ցանցերից։ Ամենատարածված հարթակներն են YouTube-ը, TikTok-ը, Facebook-ը և Instagram-ը։ Բացի այդ, տվյալների համաձայն միայն TikTok-ում ֆինանսական թեմայով տեսանյութերի դիտումները 2024 թվականին աճել են մոտ 275%-ով նախորդ տարվա համեմատ։ Ծնողները նաև նշել են, որ անձնական ֆինանսները դպրոցում դասավանդող կարևորագույն առարկաների թվում են։ Նրանց գնահատմամբ այն զբաղեցնում է 4-րդ տեղը, զիջելով միայն մաթեմատիկային, անգլերենին և բնագիտական առարկաներին, բայց առաջ անցնելով անգլիական գրականությունից, ֆիզիկական դաստիարակությունից, տնային տնտեսությունից և պատմությունից, թեև անձնական ֆինանսները դեռևս ընդգրկված չեն երկրի ազգային ուսումնական ծրագրում։ Ծնողների մեծ մասը նաև նշել է, որ իրենք մանկության տարիներին բավարար ֆինանսական կրթություն չեն ստացել։ Հարցվածների շուրջ 72%-ը ընդգծել է, որ ամբողջ կյանքում դժվարացել է հասկանալ անձնական ֆինանսները, իսկ 70%-ը կարծում է, որ դա հետագայում բացասաբար է ազդել իրենց կյանքի որակի վրա։ Ժամանակի և վարչական կառավարիչների իմպերատիվ պահանջները, նաև գնահատման աճող պահանջները հաճախ դժվարացնում են մշակութային բաղադրիչների ներառումը դպրոցական ծրագրերում։ Այս եզրակացությունը ուսուցիչներ, կրթական ղեկավարներ և կրթության ոլորտի հետազոտողներ պատրաստող Նյու Մեխիկոյի համալսարանի կրթության և մարդաբանության գիտությունների քոլեջում ավելի քան 2 տասնամյակ իրականացված աշխատանքի արդյունքն է։ Հետազոտության հեղինակ Ռոզալիա Պաչեկոն, ըստ համալսարանի կայքում հրապարակված տեղեկության, ընդգծել է, որ գրագիտությունը միայն հմտությունների ձեռքբերում չէ, այն նաև հնարավորություն է երեխաների համար հասկանալու մայրենի լեզուն, պատմությունն ու իրենց համայնքը։ Նրա աշխատանքի առանցքում մի հարց է. ինչ է տեղի ունենում, երբ գրագիտության ուսուցումը մշակույթը չի անտեսում։ Պաչեկոն զբաղվում է այնպիսի մոտեցումների մշակմամբ, որոնք երեխաներին օգնում են ոչ միայն կարդալ սովորել, այլև իրենց տեսնել կարդացած պատմություններում ու ընթերցանությունը կապել ընտանիքի և համայնքի լեզվի հետ։
Անցած աշնանը նա այդ գաղափարները ներկայացրել էր Լաս Վեգաս քաղաքում անցկացված «Պատրաստ է լավ ընթերցողներ» կրթական միջոցառման ընթացքում։ Երրորդից 5-րդ դասարանցիների համար հնարավորություն էր ընձեռվել հանդիպել հեղինակների հետ, ծանոթանալ նրանց գրականությանը և մասնակցել տարբեր ուսումնական ձևաչափերի։ Այս պատմությունը եղել է «Հողպացող կինը» լատինամերիկյան հայտնի ժողովրդական լեգենդը, սակայն այն ներկայացվել է ոչ թե որպես սարսափ պատմություն, այլ որպես ընթերցանության դաս՝ հիմնված բանահյուսության, տեղանքի և մասնակցային ուսուցման վրա։ Պաչեկոն պատմության միջոցով աշակերտներին սովորեցրել է ընթերցանության սահմանություն, բովանդակության ընկալում, ինչպես նաև գրականության տարրեր, մասնավորապես կերպար և միջավայր։ Դասը եղել է ինտերակտիվ, երեխաները պարզապես անշարժ չեն լսել պատմությունը, նրանք շարժվել են մարմնավորել կերպարներ և մասնակցել պատմության զարգացմանը։ Այդ մոտեցումը, ըստ Պաչեկոյի, միաժամանակ միավորում է բարձրաձայն ընթերցանությունը, ընթերցողների բեմականացում ձևաչափը, ձևավորող գնահատումը և գործնական ուսուցումը։ Մասնակիցները պատմության ընթացքում սովորում են նոր բառեր, նկարագրում կերպարներին և իրական ժամանակում զարգացնում ընթերցանության ըմբռնումը։ Այս մեթոդի հիմքերը ձևավորվել են դեռևս 2003 թվականին, երբ Պաչեկոն ստեղծեց մեկ դասարանի ներկայացում Նյու Մեքսիկոյի հումանիտար խորհրդի կրթական ծրագրի համար։ Երբ նա նկատեց, որ երեխաները ինքնուրույն փորձում են ներգրավել պատմության մեջ, սկսեց նրանց հրավիրել մասնակցելու՝ ստեղծելով ուսուցման մոդել, որտեղ երեխաները գրական կառուցվածքը հասկանում են ոչ թե տեսական բացատրությամբ, այլ իրենց ակտիվ մասնակցությամբ։ Պաչեկոն իր դասերին միտումնավոր օգտագործում է իսպաներեն բառեր, տեղական արտահայտություններ և համայնքային սովորույթներ։ Նրա խոսքով երեխաները մեծ ոգևորությամբ են արձագանքում, երբ լսում են իրենց ընտանիքներից ու պապերից ծանոթ լեզուն և պատմությունները։ Դա օգնում է, որ նրանք իրենց ինքնությունը զգան որպես ուսուցման գործընթացի մաս։ Պաչեկոն այս փորձը փոխանցում է նաև ապագա ուսուցիչներին։ Նա պատմասացության մեթոդը ներառում է համալսարանի մի շարք դասընթացներում և ծրագրում է այն զարգացնել հետազոտությունների, վերապատրաստումների և ուսուցիչների համար նախատեսված կրթական նյութերի միջոցով։